որ իմացանք թարնորություններ, որ մեր Արմենը եկել է Ֆրանսիայից եւ հեռավորությունը որոշեցին կրճատել, հիմա նշանվում են ծաղիկներ եմ տալիս, այո, մտածի, թազացիրո, շնորհավորում են ձեր միությունը, օրհնություններ են ուղարկում, քարսի կողմնեք թե պեսայի, չլեսակ որ ասիմ, իմ սիրուն ու գեղեցիկ բարեկամներ, հրաշքներ, մենք հիմա գնում ենք գեղեցիկ հայկական օջախի նախա ստեղծման առիթին, նշանադրություն է բարեկամներ, նշանվում են Արմենը եւ Մանանը, նրանք իրար շատ են սիրում եւ իրենց սերը արդեն որոշել են լրջացնել նշանադրությամբ, եւ այդ առիթով հավաքվել են բոլոր մտերիմ հարազատները, բայց կա մի մտերիմ հարազատ իր տիկնոջ հետ միասին, որ չի կարողացել ներկա գտնվի, մեր Համբիկ Անուշապերը իր անի կնոջ հետ միասին որոշել են շնորհավորեն Արմենին եւ Մանանին, մեր Արմենի հերու տղան է, էլի աղբերն է, որոշել է շնորհավորի ու դա մաղթանքներ ուղարկի իր եղբորը, ուրախացել է շատ, որ եղբայրը որոշեց նշանվել ու հետո էլ ամուսնանալ։ Սա ուրախալի առիթ է, սա սուրբ առիթ է, եւ այդ սրբությամբ հարկավոր է ուրախանալ եւ կիսել ուրախությունը ուրախացողների հետ։ Դրա համար մենք գնում ենք հիմա Ռուբինահոլ, փոքր ինչ, սենց բանա, պրոբկայան նման, խցանանման իրավիճակ է, բայց խցանում չի կարելի համարել սա։ Մենք որում մեզ մնաց հաշված մետրեր, որ ասնենք Ռուբինագոր, զիջում ենք մեր աղբորը, մենք միշտ սիրում ենք զիջել, որովհետև դա հարգալից վերաբերմունք է ընկերներից, հարգալից ապրելը դա արդեն հարգանքի մեծագույն դրսևորում է։ Զիջելով գնում ենք, որովհետև մենք երրորդ գծում ենք, ստեղ մեքենաներ կան կայանված, ու ամեն պահի դուրս են գալիս, իսկ մենք չենք զլանում, մենք զիջում ենք ու սիրում ենք զիջել։ Ու խորհուրդ ենք տալիս բոլորին, որ զիջեն, որովհետև զիջելը արքայություն է, չզիջելը այդքան լավ բան չի։ Մեր աղբերներն են սա, մեր քույրերն են, պետք է զիջենք, իրար սիրենք ու հարգենք։ Մեր Անուշ աղբերն են, մեր հրաչն էր, Ռուբինագոր չասած։ Եկանք հասանք հիմա, քանի որ փորձը ցույց է տալիս Ռուբինագորդի դիմաց կանգնելը կարող է անընդունելի լինել, մենք կմտնենք ավտոկայանատեղի։ Ես պետք է ֆրանկ դուրս գանք, այսինքն տեսեք ինչ գեղեցիկ Lexus է մեր կադրերում, հիբրիդային շարժիչով Lexus ընկերներ։ Աշխարհը գնում է դեպի հիբրիդացում, իսկ մենք բենզին ու գազավոր փչում ենք օդ Porsche-ով։ Այդպես են հարուստները իրենց պահում մեր օրերում։ Առաջանանք զգուշորեն, որովհետև բարդ ճանապարհահատված է մեր կադրերում։ Կարող այս անգամ էս իջողաբար դրամադրվեն մեր առաջ։ Արամնդեք այնը, պրս ծավը տանը, մետի ջիդյար վիճակա, մետի շնորակալ վիճակա։ Գեղեցիկ է ամեն բան, ենք հիմա ծաղիկը բեսնենք, զանգենք մեզ դիմավորող ուիդիկին, թողգա դիմավորի, որ գնանք անակնկալը։ Բարեկամներ, մենք հիմա գտնվում ենք նշանադրության առիթի էպիկենտրոնում, կողքի հենց դռներից այն կողմ նշանվում են Արմենը եւ Մանանը։ Նրանց նշանադրությունն է, այսօր իսկ մենք եկել ենք շնորհավորանքները բերենք հասցնենք տեղ Համբիկի եւ նրա տիկնոջ Անի կողմից եկել ենք սեր ու հարգանք փոխանցենք մեր զույգին, օրհնություններ, քեռու, որդու ընտանիքից էլի։ Ախպերս ասում ես քոպես սև-սև, ասում եմ ինպես սև-սև չի կարալի։ Ասում եմ սևը ես եմ գլավ։ Հա, հիմա ես խոսեմ մեր քույրիկի հետ, բանը, երբ են երաժշտությունը վերջացնում, մտնենք անակնկալ անենք, էլի։ Կողմից է ինչ ա։ Հա, տեսեք, եղբոր կողմից։ Չէ, չասես դու չասես։ Դու իմացի, բայց եղբոր Համբիկի եւ նրա տիկնոջ Անի կողմից բան է։ Հուսասանում են չկարողացան գալ, իրա կողմից չերես վերեկերոջը։ Մասը դու կարդի կազմակերպեք ետ եք նարդիքուստելու։ Ես ապրսունո ես կանչում եմ։ Պրսյուն ես կանչում եմ։ Հա? Պրսյուն կանչում եմ։ Հա, պրսնի կան, բայց չասես ում կողմից է, ես գամ մի քիչ խաղեր տամ, էլի։ Մի անգամից պետք չի ասել, հա։ Հովանես դու էլ մի նկարի, հիմա մի նկարի, ապրեստոր իմացանք թարնորություններ, որ մեր Արմենը եկել է Ֆրանսիայից եւ այստեղ նշանվում է Մանանի հետ, նրանք իրար շատ են սիրում եւ հեռավորությունը որոշեցին կրճատել,
Հիմա նշանվում են հետո կամուսնանան ուրախալի լուր, այսինքն մենք որ Արմենին հարցնենք ում կողմից է անակնկալը, ինքը չէր հասկանալու ում կողմից, որովհետև շատ մեծ շրջապատ ունի դրսերը, հենց որ լուրջ խնդիր ունենք, ինքը լուրջ խնդիր ունի, մենք լուրջ խնդիր չունենք, էլի նենցա որ մենք բերել ենք գեղեցիկ կոնյակ հավեսով, բերել ենք ծաղիկներ, ջերմակ ու գեղեցիկ օրտանքներ, պարունակող ծաղիկներ, հիմա սիրուն կազմակերպենք էլի։ Մեր ծաղիկը շատ սիրուն է, արի։ Մեր ծաղիկը ավելի սիրուն է։ Սեփանի և տեսենք, թե խոսերը ինչ անհետադի ոստեղ գնում։ Սեփան ջան, երևի մնացածը դու ներկայացրես, տեսենք, թե խոսքը ում մասին է գնում։ Արմեն, շնորհակալ եմ, որ չասեցիր։ Հիմա ուզում ենք իմանանք ոնց է տրամադրությունը սրահում։ Ոնց է, օրինակ ոնց է ծափերով ասեք իմանանք։ Լավ, մի ասեք, ես ուրիշ բան կանեմ։ Հիմա թող հələ ծափեր։ Ճամփիս եկած փոթորիկներ Տրամադրությունը ոնց է։ Թե կողքից լինես Մեր Արմենի մեր փեսայի կողմի տրամադրությունը։ Սացրել եմ ու քեզ հիշել Սիրուց այրվելով Ձեր պարզա, որ շատ լավ է, Արմեն ջան, բարով ես եկել Հայաստան, Ֆրանսիայից, աղբերս, հալալա քեզ եկել ես ու գեղեցիկ նշանադրություն եք կազմակերպել, բոլոր հարազատներդ են ուրախացել, բայց ոչ բոլորն են այստեղ ինձ էլ ասել են, որ դու քանի որ Ֆրանսիա ես, շատ ընկերություն, աղբերություն ունի։ Այսքանի դեռ ես ապրում եմ քեզ սիրելը Հետևաբար դա շատ լավ է, բայց այս պահի համար մի քիչ դժվար է լինելու համար գուշակել, թե ում կողմից եմ ես եկել ու քեզ Վախենում եմ սա Կարով, որ դու սիրով քնքշությամբ, ջերմությամբ նվիրես կեսի, գրկես նրան նատել պաչիկ անես ծապեր Իր ամոր գրկից չի ուզում բաց թողնել Քո աչքերն են ինձ հաղթել Ես գերիտ եմ մնացել Այսօր ու ընդմիշտ սիրտս քեզ է ընտրել ու կմնամ Բարեկամ ես Մանան և Արմեն, դուք ունեք շատ գեղեցիկ օգտանքներ ու շնորհավորանքներ բոլորի կողմից այս մեկն էլ բացառություն չի, վերջը որոշի 10 Ես գիտեմ շատ սիրուն է, ուզում եք պահիր աչքից Չկա տես, բան ինքը սիրուն է իրենն է Всё, ինչը սիրուն է մեր հարցիկինն է քեզ հիշել սիրուց Ուզում եմ քեզ փոխանցել մի խորհրդանշական կոնյակ, որը հատուկ ձեզ համար է եւ այս կոնյակը բացելու եք ամուսնանալուց Ով որ ասել է գամ ձեզ շնորհավորեմ, հենց տենց էլ ասել է, սա լավ կպահես, որ ամուսնանալուց արդեն բացեք խմեք, ինքն էլ ստեղ կլինի, իսկ թե ով է նա, այ հիմա ասկսավ են պահը, որ դու գլուխեր գովումից սաղ ճանաչում ես շատ մարդ գիտի, հիմա պետք է ասես ով է այդ մարդկանցից, ով է քեզ շնորհավորում։ Այո, Սպասիքի թազա մտածում հա, մտածի, թազա Պետականության, ասենք ինքը Եվրոպայի հետ կապ չունի, մի բան էլ Եվրոպայի դիմա կռիվ անում այդ պետությունը, դա Ռուսաստանն է։ Աղբերս է Ով է։ Համբիկը Համբիկը եւ Անին, մեծ սիրով շնորհավորում ենք ձեր միությունը։ Նա շատ էր ուզում ստեղ իր աղբոր կողը կանգնած լիներ, հարսիկին էլ անձամբ շնորհավորել, բայց քանի որ նա այստեղ չի, ես եմ եկել, ես եմ քո աղբերը, իմ աղբերն է, անսահման ու հավեր տրամադրություն բոլորին, ուրախ լինեք, սիրեք իրար ու շուտ հասցնեք հարսանիքի օրվա, որ գամը, մի հատ էլ են վաղ գամ էլի, Թե իրական ես, հեքիաթիշ ես, հայտնվել Դու ինքը չգիտես Ամբողջ կյանքում սերը հաղթի ամեն ինչին, ինչ էլ էլի սերը հաղթի վերջում, էլի մեծացրել Վստահելու համար և լավ կանչելու, էլի, որ կանչի դասիր արի ներս, ապրես Շնորհակալ եմ Սերժան ջան, շնորհակալ եմ։ Եկեք մի բարձր ծափանենք իմ ընկերոջը։ Միշտ այսպես, որ դու ապերի լավություն ես։ Իմացաք ում կողմից էր, դուք հարցի կողմն եք թե պեսայի, չլեսակ որ ասիմ Համբիկի, մեր Համբիկն է, Անի հետ միասին, շնորհակալ ենք ձեզ լավ որ մենք գնացինք,
Բարեկամներ, մենք ինչպես նկատեցիք, մենք գնում ենք այսենց անցնենք, մենք այսենց անցնում ենք, ես ընդհանրապես ֆոտոներին խանգարող տղա չեմ, բայց այս անգամ խանգարին ոչինչ, բարեկամս շատ շնորհակալ եմ, լավ օր, ուրա իմ ընկերը, իմ աղբերը, հիմա պահը եկավ, այս տեղի համար շնորհակալություն հայտնելու, իսկ մենք չենք զլանա, շնորհակալությունը կհայտնենք անպայման, ուրիշ տարբերակ էլ չեմ տեսնում հորիզոնում, մենք շնորհակալ ենք զիջող եւ առաջադեմ։ Թե հետիշ բարեր եմ ասում, ես էլ պայտակ չգիտեմ, բայց լավ բարեր է, ես խորիմաստ բարեր եմ էլ ասում, ես միշտ այդպես մանկուց դպրոցական տարիքից դեռ սիրում էի խորիմաստ բարեր օգտագործել ու պռոցի վարել, այնպես որ մռնեմ քո սրտին, ես են տղան չէ որ քշեմ փախնեմ, եկել եմ ասեմ thank you, լավ որ բոլորիդ մենք ելանք։ Դավայցի ձեր ցավը տանեմ, ուժեղել եք միշտ։ Մենք հիմա ընկերներ Ռուբինա Գոլդից գնում ենք Եղեգնաձոր Ադամանդ ընկերներ։ Գնացինք բարեկամներս, դուրս են գալիս օդանավակայանի խոչմերուկ, որտեղ թեթև ինչ լարված է երթևեկությունը, ինձ թվում է մի օր ստեղ կամ պետքա վերգետնի անցում սարքեն կամ լուսացույց դնեն, որպեսզի անվտանգությունը փայլուն լինի։ Ու ինչքան լավ է, երբ որ մեքենատ բարձրատակ է եւ կարող ես այս լոտոկների մեջով կարքին անցնել առանց մտածելու թե շիտը չխփեմ։ Այդ դրա համար նման պահերի զգում ես որ լավ է որ ջիպ ես քշում։ Զգում ես դա ամբողջ լրջությամբ։ Եթե ուզես կարող ես բորդյուրակարին էլ բարձրանալ, բայց քանի որ մենք շատ օրինավոր վարորդներ ենք, նման բաներ նախընտրում ենք չանել եւ գեղեցիկ վարել էլի։ Պետքա գեղեցիկը վարես։ Գեղեցիկ վարելաձևը դա կյանք է։ Կյանքերը փրկում եւ հարգանք ես վաստակում։ Հարգանք պլյուսավոյ այն էլ։ Ու այսպես գեղեցիկ անցում կատարելով մենք գնում ենք ընկերներ, գնում ենք դեպի մեր շատ սիրելի Եղեգնաձորը։ Եղեգնաձոր սպասիր, ես գալիս եմ, ես քո հետ եմ մտքով, սրտով ու հոգով, բայց հովոն Արենի հետ է, էլի։ Լավ պետք է լայքի։ Հա, թող լայքեն, բաժանորդագրվեն, տարածեն այս տեսանյութը, թող հայոց աշխարհում ամուսնանան ու հզորանան հայոց ընտանիքները։ Սիրո, սուրբ կապերով կապնվեն իրար Աստծո օրհնությամբ եւ երբեք ու երբևիցե բաժանվել բառը չլսվի, ինչքան էլ կինը ջղայնանա ամուսնու վրա, որ ամուսինը շատ աշխատում ու շատ տուն գալիս։ Պետք չի, հարգելի կանայք, սիրեք ձեր ամուսիններին, հարգեք նրանց ազատ ժամանակը եւ աշխատելա ժամանակը, որովհետեւ նրանք ամեն ինչ անում են, որ հանկարծ ու հանկարծ իրենց ընտանիքը նեղություն չտեսնի, փողին կակաչասի, հացին էլ հետը։ Պապաներն այդպեսին են, այնպես որ սիրեք ու ուժ տվեք նրանց, որ ավելի շատ աշխատեն, որ գնան հեռուները աշխատեն ու բերեն տուն պահեն։ Հուսամ կլայքեն ու կբաժանորդագրվեն եւ ականջին հաճելի բառեր ասեցին նոր։ Շնորհակալ եմ հայոց փապկասուն սուրբ կանայք, ապրեք որ լավ եք նայում ձեր ամուսիններին, այդպես էլ շարունակեք, գնացեք առաջ։